Այս բանը, այս դիլեման, եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան կլինի եւ այլն, կամ, սա գալիս է նրանից, որ մտածողության մեջ միևնույն է տեղավորվում է միայն մեկ թեզ, որ Հայաստանը չի կարող ինքնիշխան ապրել, նա անպայման պետք է պարկի ինչ-որ մեկի տակ, եւ եթե ոչ Ռուսաստանի տակ, ուրեմն Թուրքիայի տակ, ուրեմն ավելի լավ է Ռուսաստանի տակ, այ եթե կոտրում ես այդ մտածողությունը, որ դու կարող ես ինքնիշխան լինել, որ դու կարող ես ինքդ ընտրել քո դաշնակիցներին, որ դաշնակից, այսպես ասած, հավերժ տրված մի հասկացողություն չի, սա գալիս է նայած ինչ խնդիրներ են ձեզ միավորում, որ ժամանակաշրջանում, որ տարածաշրջանում, ինչ նպատակով եւ այլն, բայց որ դու ինքդ ես ընտրում դա, որտեւ իրականում երբ մենք խոսում ենք ազատության մասին, ազատությունը դա ընտրության հնարավորությունն է։ Եթե դու ինքդ ունես ընտրության հնարավորություն, դու արդեն ազատ ես։ Եթե դու ասում ես ես ընտրություն չունեմ, ես կամ սրա տակ պետք է պարկեմ, կամ սրա տակ, դու ազատ չես ու դու ապահովել չես։